Դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Սա ես ձեզ ասում եմ ամենաակնհայտ ակնառուաշ ծագող բաները։ Այսինքն եթե ապացույց կա, որ դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա դատական ակտ ցանկացած տեսակի չի կարող կայացվել։ Հետևաբար վերաքննիչի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտը ուղարկի նոր քննության։ Որ 3 սրբազաններ մի խցում են, ինչպես է, նեղվածք չէ, չգիտեմ, ինչ խնդիրներ են առաջանում։ Դե այդ առումով չեմ կարծում, որ նեղվածք կա։ Մարդկային առումով երևի թե ավելի լավ է, որ իրար հետ են։ Այսինքն կարծում եմ, որ իրենք շփման ավելի հիմնական գծեր ունեն եւ հնարավորություններ, այլ հարցը թե ինչ են այդպես անում եւ դրանից հետո արածը ինչ կերպ են փորձում ապօրինի եղանակներով ի վնաս օգտագործել, այստեղ է որ կա քննարկման առարկա, բայց հիմա այս պահին այս գործով դրա քննարկման կարիք չկա։